Բարև ձեզ։ Ուրեմն հարգելի ժողովուրդ, ես հիմա խոսում եմ նորմալ մարդկանց հետ, ոչ թե նիկոլականների կամ միջականների։ Տեղական ժամանակը այս ինչ ընտրություններն ավարտվել է, այս ընտրությունն այսպես կոչված խայտառակ ընտրությունները, որը որ եմ որ ասում ասես բան եք չեք տեսել մեր սաղ, հա, մենք ունեցել ենք խայտառակ ընտրություններ, ընտրակերտիկները, տողբաժաններ եւ այլն, բայց այս տիպի երբեք չի եղել եւ իշնա հետաքրքիր որ եվրոպական դիտորդնիկը ոչ մի ընտրախախտում չեն հայտնաբերել այս ընտրությունների ժամանակ, այն դեպքում որ հենց նույն ոչ լեգիտիմ ձևով ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է մասսայական գումարաբաժանվել եւ ազդել արդյունքների վրա։ Ինքնի մասին էլ չի խոսում, լավ, իջևից է։ Ուրեմն Ռուսաստանի Դաշնությունը բնականաբար սկսել է, ասենց ասած, այնպիսի օրենքներ ընդունել, որ մաքսիմում նիկոլականներին վռնդի Ռուսաստանի տարածքից եւ այն քաղաքացիներին, որոնք որ ընտրել են դոդական, մոդական եւ այլն։ Հիմա այդ նույն նիկոլականները, այդ նույն այն մարդիկ, որոնք որ ուներ հակառուսական կեցվածք եւ այլն, հիմա ընկել են դռնեդուր, մեռանձի մարդիկ զանգելով իրանց բարեկամներին են զանգում Եվրոպաները, իրանց բարեկամներին զանգում են Ամերիկաները, իրանց ընկերն ասում են մեզի փող ուղարկեք, մեզի աշխատանք ճարեք, մեզի ինչ-որ մի հատ գործ ճարեք, ստեղ էլ ապրել հնարավոր չի, նկատի ունեն Ռուսաստանը, մեզ տեղից վտարում են եւ այլն։ Ուրեմն այս ձայնայինը վերաբերում է հատուկ այդ անասնակերերների, դրանք անասնակեր են, դրանք դաժե անասուն չէ, որովհետեւ անասունը երբ որ մեկ անասունին խփում անընդհատ, այդ անասունը էլ այդ մեկի մոտ չի եթում, կծմո, ոտոշը խփմո, ոտը չի եթում։ Դուք ընկեր անասնակերեր, ընկեր նիկոլականներ, հելել եք, Հայաստանից փախել եք, գնացել եք Ռուսաստանի քուչեքը, Բելարուսիայի քուչեքը, եսին որտեղ արեն, գործ եք ճարել, ապրում եք, բայց գովում եք Նիկոլին, դա որ Նիկոլն այդքան լավն է, ինչի եք փախնում Հայաստանից այլ երկիր, այնտեղ ճարում եք գործ, բայց հետո գովում եք Նիկոլ, ընտրությունների ժամանակ էլ զանգում եք ձեր հարազատներին, ընկերներին, բարեկամներին, ասում եք, դեթակ Նիկոլ կընտրեք։ Ռուսը ձեր կարծիքով դա չէր տենալու, հիմա ընտրել են Նիկոլ։ Ոչ լեգիտիմ ճանապարհով վարձ ընտրվելով։ Հիմա էլ բողոքում եք, որ Ռուսաստանը ձեզի ծսցնում է եւ իր տարածքից լարում է։ Ճիշտ անեմ, հələ Ռուսաստանը պիտի դες բարս բունի մասով մի հատ ծսցնի, նոր նստի սամալոտ ու ճամփի դնի, ասի, «Էլ եք գնացեք, ուզում եք գնացեք»։ Հələ շնորհակալ եղեք, որ Ռուսաստանը Ամերիկայի նման ձեզ չի քսում բանտերը տարիներով, Բելի լեբեջ, Չորնի դելֆին, Մատրոսկայա տիշինա, պահի ձեզ բանտերում, խոշտանգի, ոչ թե հիմա ստեին անում միգրանտների հետ, խոշտանգում են, նոր հանի ճամփու դնի ձեր երկիրը։ Մասն ասում է, ձեր վեշ մեշոք հավքեք, սիկտիր եղեք, երնեք չի ստեղել անել այդ դեմոկրատական երկրում, ասին ձեր վեշ մեշոք հավքեք, սիկտիր եղեք, ուզում եք գնացեք, կլնենք եթայինք Մեքսիկա, կլնենք եթայինք Եվրոպա, չենք գա և տարիներով պտեինք համակետոնացման ճամբարում, որտև սա, որտև որ ես եմ, սա համակետոնացման ճամբար է, սա բանտ է, սա detention center չի, ինչքան է, որ անունը detention center-ը, սա բանտ է, Դաժե Ամերիկայի քաղաքացիները այս բանտում մի տարուց ավել չեն մնա, բայց միգրանտները տարուց ավելը փդում են ստեղ։ Դա դեմոկրատական երկիրն է։ Իսկ Ռուսաստանը, որը որ հելի անուն են կպցել են ոչ դեմոկրատական երկիր, դες հնարավորություն է տալում սիկտիր ելնելու իր երկրի տարածքից։ Հիմա հավաքեք ձեր վեշ մեշոկը, ընկեր Նիկոլա Զավրներ եւ գնացեք Բաքու, գնացեք Թուրքիա, չեք Խեք վայնասուն կապի, խեք զանգում ստեղ ընդեղ, ասում եք Տոմսի փող չունենք, տան փող չունենք, զանգեք Նիկոլին, զանգեք Ալեն Սիմոնյանին, չնայած էլ տշինքցին դուրս, զանգեք, չգիտեմ, ինչքան նիկոլականներ կան, դրանց, լֆիկին, դոդին, թոզեզի փող տան, տաշիրի, նստեք սամալոտ, եկեք Հայաստան, այն երկիրը, որը որ դուք կարոզում եք, որ պիտի Նիկոլը ընտրվի, ձեր ուզած նեղանը չեք փախե մտե ռուսի խեռի տակ, գնացեք Ստամբուլ, Քչիկ եմ Ստամբուլ, գնացեք Բաքու, Նիկոլն ասում է թուրքերը պիտի գան Հայաստանում ապրեն, ես էլ ասում եմ հայերն էլ պիտի գնան, ձեր նման հայերը պիտի գնան Ադրբեջանում եւ Թուրքիայում ապրեն, հավաքեք ձեր վեշ մեշուկը եւ գնացեք Բաքու, Ստամբուլ ապրեք, գանդոներ, չեք մտե ռուսի ոռը,
Արա, մարդ էս կարգի անասուն չի, դուք անասունից էլ բեթ արեք, դուք անասունից բեթ արեք, որովհետև անասունը, նորից եմ կրկնում, մի մարդ, չոբանը, որ անասունի խփնական մեկը, որ անասունի խփում է, կապ չունի բա ինչ անասուն է, այդ անասունը թեքվում է, կամ կոտոշով, կամ ծմբակներով եւ այլն հարցակվում է այդ խփողի վրան։ Ձեզ դրած այդ մարդը ծծել է, այն վիճակին է հասել է, որ դուք հել այդ երկրից փախել եք, գնացել եք երրորդ երկիր, օրվա հացի փող վաստակելու, բայց էլի շարունակում եք այդ մարդու գով քանել եւ ընտրել։ Հիմա էլ ասում եք, թե մեզի Ռուսաստանը լարում է։ Ռուսաստանը պիտի ձևերեն շռի այրոպորտում, նոր դնի ինչ որ մի հատ սամալով, խոսքի ունակ Մոսկվա, Բաքու, Ռոստով, Ստամբուլ։ Ես Տիրանից ձեզ այն երկիրն է, որովհետև այս մարդը այդ երկրների գովնալը մեզ ուզում է բրդի Թուրքիայի ոռը։ Գնացեք դեմա Թուրքիայում եւ Ադրբեջանում ապրեք, բոզի տղեք, ուրիշ բառ ես չեմ կարողանում գտնել, ձեզ բոզի տղեն է ձեր համար մեղմ։ Դուք անասնակեր եք, դուք անասուն չեք։ Այ ես այդ ասում եմ այն մարդկանց համար նաև, ում որ ձեր ընկերները, բարեկամները, հարազատները, ծանոթները եւ այլն զանգում ասում են թող ուղարկեք մենք թռնենք գանք, թող ուղարկեք տանվարձանք եւ այս զայնայինը կուղարկեք իրանց, որ իրանք զանգի Նիկոլին ասեն փոխտու մենք գալու ենք Հայաստան, փոխտու մենք տանվարձանք, փոխտու երեխին տանենք Եսիմուր, այստեղ նիկոլականներին է վերաբերում, կամ տոթականներին, կամ էլ մուսականներին։ Всё, այսքանը։ Ամենայն հարգանքով Արցախ ուղես։